Ողջույն, դու գտնվում ես Մամարի ալիքում և ես Մարիամն եմ։ Այսօր խոսելու ենք ծնողների տարածված 5 սխալների մասին, որոնք արվում են լավագույն մտադրություններով, սակայն երեխայի վրա ոչ այնքան լավ են ազդում։ Գնացինք։ Եթե ձեր երեխան գնում է մանկապարտեզ զարգացման կենտրոն և ամեն անգամ մուտքի մոտ լացում է, սկսում է գոռալ, կառչում է ձեզնից ու չի ուզում ներս մտնել խումբ, ապա ամենայն հավանականությամբ դա ադապտացիոն փուլի լացն է։ Այս փուլում ինչ սխալներ են հիմնականում անում ծնողները, բայց լավագույն մտադրություններով և ինչ կարելի է անել դրանց փոխարեն։ Այս տեսանյութում կխոսենք։ Մինչ այդ խնդրում եմ բաժանորդագրվիր ալիքին, որպեսզի հետաքրքիր հետագա վիդեոները բաց չթողնես։ Սխալ համար առաջին՝ երկար հրաժեշտ տալը։ Շատ հաճախ մայրիկները մտածում են՝ մի քիչ էլ մնամ, մի քիչ էլ խաղամ իր հետ, մի քիչ փորձեմ զբաղվել, միգուցե արդեն մոռանա ինձ ու ես գնամ, բայց պատկերացրեք 10 րոպե անընդմեջ դուք երեխային ասում եք՝ հիմա գնալու եմ, հեսա կգնամ ու չեք գնում։ Երեխան մտածում է, որ ահա մի քիչ էլ լացա, մաման կմնա ու ինձ ստեղ մենակ չի թողնի։ Հավատացեք, այդ երկար ձգելու պրոցեսից հետո ավելի ցավոտ է լինում բաժանումը երեխայի համար։ Պարզապես գրկեք երեխային համբուրեք ու ասեք, որ ճաշից հետո նորից կգաք իր հետևից եւ հեռացեք առանց երկարաձգելու։ Սխալ համար 2. Կաշառելը։ Բալես, այսօր գնա, խոսք եմ տալիս, երեկոյան երբ քեզ վերցնեմ, քեզ համար շոկոլադ կառնեմ, խաղալիք կառնեմ, քո սիրած միրգը կառնեմ եւ այլն։ Այս դեպքում երեխան մտածում է, որ իր լացը, իր պահանջմունքները կարող է բավարարել եւ հաջորդ օրը լացում է ոչ թե ինչ-որ դժվարությունից, այլ ինչ-որ պարգև ստանալու համար։ Եվ ձեր գործը էլ ավելի է բարդանում այս դեպքում։ Փոխարենը կարելի է պարզապես ասել. գիտեմ, որ քեզ համար դժվար է, տեսնում եմ, որ հիմա տխուր ես, բայց ես վստահեցնում եմ, որ քեզ այստեղ ավելի լավ է։ Եվ ես շուտ կգամ քո հետևից։ Այսպես երեխայի մոտ վստահությունն է աճում, ոչ թե պարգև ստանալու ցանկությունը։ Սխալ համար 3. Տանը միայն լացի մասին խոսելը։ Այսօր շատ ես լացել, շատ ես նեղվել, որ ես գնացի։ Այս դեպքում երեխայի ուշադրությունը սևեռում ենք միայն բացասական էմոցիաների վրա։ Դրա փոխարեն պարզապես կարելի է ասել. ինչ սովորեցիր այսօր, նոր ընկերներ ձեռք բերեցիր, ինչ ես խաղացել, ինչ նոր խաղ ես բացահայտել մանկապարտեզում։ Երեխայի մոտ ավելի դրական էմոցիաներ է արթնանում մանկապարտեզ հիշելիս։ Սխալ համար 4. Շատ արագ հանձնվելը։ Երբեմն 2-3 օր հետո մայրիկը մտածում է, որ երեխան չի հարմարվում եւ պետք չի երկարացնել ու միանգամից դադարեցնում են։ Պետք է ուղղակի հասկանալ, տարբեր երեխաների մոտ ադապտացիոն փուլը տարբեր ժամանակահատված է տևում։ Մեկի մոտ 2 օր, մյուսի մոտ 2 շաբաթ։ Եվ ամեն լացից հետո դադար վերցնելը երեխայի մոտ այդ ադապտացիոն ցիկլը նորից է սկսվում ու ավելի է դժվարացնում հարմարվելը միջավայրին։ Երբ նա արդեն փորձում է հարմարվել միջավայրին, ընկերներին, դաստիարակներին, դուք նորից իրեն կտրում եք ու նորից ամեն դադարից հետո այս ցիկլը շարունակվում է, որը շատ դժվար է, թե երեխայի, թե ծնողի համար։ Երբեմն իհարկե լինում են բացառություններ, բայց հիմնական լացը ադապտացիոն փուլի շրջանում է լինում։ Եվ սխալ համար 5. Երեխայից ավելի շատ անհանգստանալը։ Երեխան արդեն խմբում է, հանգիստ խաղում է իր ընկերների հետ, բայց մայրիկը մեքենայում կամ տանը նստած լացում է։ Երեխան զգում է մոր հուզական վիճակը, եւ դա իրեն ավելի է անհանգստացնում։ Փոխարենը կարելի է պարզապես երեխային ասել. ես վստահում եմ քո դաստիարակներին, ես գիտեմ, որ այնտեղ շատ հաճելի ժամանակ ես անցկացնում։ Երեխան ավելի հանգիստ կլինի, երբ մայրիկի մոտ դրական էմոցիաներ են։ Մեզ մոտ Մամարի կենտրոնում ունենք փոքրիկ 2 տարեկան աղջիկ, ով դեռ ադապտացիոն փուլում է, ու ամեն առավոտ դեռ մայրիկից կառչած է մնում, լացում է, չի ուզում մտնել խումբ։ Բայց մայրիկին հրաժեշտ տալուց ընդամենը 10 րոպե հետո ինքը արդեն հարմարվում է, խաղում է, երգում է, պարում է, քանդում է ամեն ինչ ու իրեն շատ լավ է զգում այստեղ։ Բայց ես եւ մայրիկը համառորեն պայքարում ենք, որպեսզի ադապտացիոն փուլը երեխայի համար մաքսիմում առանց ստրեսի անցնի։ Իսկ ինչ խնդիրների եք բախվել դուք։ Գրեք մեկնաբանություններում քանի տարեկան է ձեր փոքրիկը եւ ադապտացիոն շրջանում ինչ դժվարություններ եք ունեցել։ Միասին քննարկենք եւ չմոռանաս բաժանորդագրվել ալիքին, քանի որ հաջորդ տեսանյութում խոսելու ենք արդյոք լացը ադապտացիոն լաց է, թե ազդանշան է, որին արդեն պետք է ուշադրություն դարձնել։ Կհանդիպենք։